Տեսեք, նման բան տեղի ունենալ չի կարող, քանի դեռ Հայաստանի Հանրապետություն գոյություն ունի, այսինքն պետությունը ինքն իրենով արդեն կանխում է ցեղասպանությունը, պետությունը կարող է պատերազմի պատճառ կամ պատերազմի պայմաններում խնդիրներ ունենալ, բայց երբ կա քո պետությունը, երբ դու կառավարում ես քո պետությունում, ցեղասպանություն լինել չի կարող։ Եվ այդ պատճառով պետությունը կարևորագույն եւ բարձրագույն արժեքն է այն հանրույթի իր բոլոր ինստիտուտներով, սկսած չգիտեմ, հասարակությունով, սկսած իր ավանդույթներով, սկսած իր կրոնով, այսինքն հայ առաքելական եկեղեցու համար, հայ հասարակության համար, Հայաստանի Սփյուռքի համար, բոլորի համար պետությունը այն բարձրագույն արժեքն է, որը հնարավոր է ձևավորել։ Եվ հենց դրա համար, ինչը ես նշեցի, որովհետև այդ պետությունը թույլ չի տա, որպեսզի լինի ցեղասպանություն։ Նույնիսկ եթե պատերազմներ լինեն եւ պատերազմներում պարտվի պետությունը, միևնույն է այդ պարտությունը ցեղասպանության հանգեցնել կարող է շատ անհավանական զարգացումների դեպքում, եթե ամբողջությամբ այդ պետությունը փլուզվի եւ ժողովուրդը մնա միայնակ, ուրեմն թշնամու ուժերի առջև։ Եվ այո, ես համաձայն եմ եւս մեկ անգամ, որ մենք հետևություններ պետք է անենք, հետևություններից գլխավորն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության տարածքում հայ տարի իշխելը որևէ այլ ընտրանք չունեն եւ չեն կարող ունենալ, եւ եթե կան մարդիկ, ովքեր խոսում են, որ պետք է ինքնիշխանությունը զիջել ինչ-որ բանի դիմաց, այդ մարդիկ ուղղակի պետք է մեկուսացվեն հասարակությունից, հենց հասարակության կողմից։ Հասարակությունը պետք է նման մարդկանց ընդհանրապես հնարավորություն չտա զբաղվելու քաղաքական հասարակական գործունեությամբ։